ուտելու բան տուր։ Հա, համով, հա։ Պատկերացրու, որ համով է։ Լուրջ ես ասում։ Իհարկե ոչ, ասում եմ պատկերացրու, որ համով է։ Բարի լույս, սիրելի Մոնպեղ։ Մոնպեղը ֆրանսերենից որ թարգմանում ես, նշանակում է իմ հայր։ Բարի լույս, տխմար, որ թարգմանում ես նշանակում է ազատ։ Խնդալու էր, բայց վիրավորական ձյաց։ Ազատ գնաց տեղից։ Ես համ խնդալու չէր, համ վիրավորական չէր։ Ես հնենց փող աշխատելու ձև եմ ասում, բեղերդ բիզբիզ կանգնի։ Ջեմ էլ կասկածում։ Ուրեմն նայի ինչ ենք անում։ Դու ինձ ծախում ես որպես ստրուկ։ Հետո։ Հետո ես մյուս օրը փախնում եմ, հետ եմ գալիս։ Հետո դու ինձ էլ ես ծախում, ես մյուս օրը փախնում, հետ եմ գալիս։ Հետո էլ ես ծախում, ես մյուս օրը փախնում, հետ եմ գալիս, ու տենց միլիոններ ենք աշխատում։ Ուղղակի այդ բիզնեսը մի հատ վատ կողմ ունի։ Ինչ։ Միջև քո փախնելը, իրանք ես նույն օրը հետ կբերեն ու կտան գլխիս։ Լևոն։ 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 Մարի, էդի պատա, չեմ կարա բացեմ։ Մի հատ կգաս իմ սենյակ, բան եմ ասում։ Քեզ պետք եմ դու արի։ Լավ էլի խնդրում եմ։ Ասեցի չէ, հանված պարկած եմ։ Արի փող կտամ։ Դե տուր։ Վերցրու։ Ես 200 դրամ ես տալի։ Կարող եք դες պարկով շիկեմ։ Այդքան ունեմ, ուզում ես ուզի, չես ուզում գնա։ Լավ, ասա ինչ պետք է անեմ։ Մի հատ ինձ ես արջուկի հետ ֆոտո կանես գցեմ Instagram։ Տուր։ Մի հատ է կնկարես, ված ստացվեց, աչքերս փակ եմ դուրս եկել։ Էս էլ դուրս չի գալիս։ Ստեղ էլ արջուկի աչքերին է փակ դուրս եկել։ Մի հատ է նկարի, վատ է։ Էս էլ է վատ։ Սրա ինչն է վատ։ Քիթս մեծ է դուրս եկել։ Մարի, իսկ կարող է քիթդ մեծա դուրս եկել, որովհետև քիթդ մեծ է։ Հերիքա խոսած, փող եմ տվե աշխատի այ ջահել։ 2 կոպեկ փող ես տվել, 30-ով ես տալի։ Ես արդեն տանն եմ, կարակ ոտերս կտրեք, բրիտվով թրաշեք, խաշ դնեք, ուտեք։ Բարև աշխարհի ամենալավ ամուսին։ Բարև աշխարհի ամենակեղծավոր կին։ Գառնիկ, գառնիկ, գառնուկս, կլինի մի բան ասեմ։ Ռուզան, Ռուզանս, կլինի ինձ բան չասես։ Գառնիկ, ուզում եմ գնանք մոլ։ Գնանք ինչ անենք, փող չկա։ Հիմա մոլիցով է բան առնում։ Մեծ մասը ուղղակի գնում են ման գալու, ուրիշներից ինչով ենք պակաս։ Ռուզան, ես հոգնել եմ։ Էդ ինչ ես արել գործի տեղը, որ տենց հոգնել ես։ Գործը կապ չունի։ Ես քեզանից եմ հոգնել։ Գառնիկ, եթե չգաս, բեղերդ կպրճոկեմ։ Լավ, գնում ենք։
Բայց մի պայմանով։ Պետք է մտնենք մոլի ֆուդկորտ, որ ես էլ պիցաներին նայեմ ու հոտ քաշեմ։ Բարև Ալիկ ձե։ Բարև Ազատ։ Ալիկ ձե, առաջարկում եմ իմ բիզնես գործընկերը դառնաս։ Ինչ բիզնեսա որ։ Քո ավտոտնակում լվացկատուն բացենք։ Ուրիշի կեղտոտ շորերով ու քո մաքուր ձեռքերով գիտես ինչ փողեր կաշխատենք։ Վատ բան չես ասում, գիտես։ Իսկ որտեղից ենք այդքան կեղտոտ շոր ճարելու։ Ես մի հատ հաստատության հետ պայմանավորվել եմ, իրենց լվացքը մենք ենք անելու։ Ավելի ճիշտ դու։ Հույ կապա։ Համ հաճույք կստանամ, համ էլ փող կաշխատեմ։ Ալիկ ձե, ուղղակի պատվերը շատ մեծ է, կհասցնես այդքանը լվանաս։ Երիտասարդ, երբ ես իմ տեխնիկական տվյալները քեզ ասեմ, ապուշ կկտրես։ 8 րոպեում ընդհուպ մինչև 10 կիլոգրամ հագուստ եմ լվանում։ Դզեց։ Էլ չեմ ասում, որ 30 վայրկյանում քամում եմ ու կախում։ Ալիկ ձե, իսկ եթե մատորդ խփի։ Մի անհանգստացիր, երիտասարդ։ Ես դեռ երաշխիքի մեջ եմ։ Դες գնամ լվացքը բերեմ, սկսենք։ Բարև սիրուն ծաղիկ, քո բզեզն է։ Ինչ ես զանգում այ Արնախում։ Որ ձենդ լսե։ Վիլեն, էլ կյանքում ինձ չզանգես։ Ինչի համար։ Այ ապուշ, ինչի ես մեր կուրսի տղեկին ասել, որ ես քո կնիկն եմ։ Որ ոչ մեկ քեզ չմոտիկանա։ Վիլեն, վաղ կգնաս կասես, որ տենց բան չկա։ Լավ, կասեմ, որ բաժանվել եք։ Վիլեն, էդ ավելի վատ է։ Ճիշտը կասես։ Հաջող։ Չէ, մի հատ կիչնես քեզ տենամ։ Չէ։ Լավ էլի, խնդրում եմ, իջի ներքև այդ ջղայնացած ու գժված մռութը տենամ։ Շատ եմ սիրում քո նավրոտած դեմքը։ Վիլեն էլ մի լոճվի։ Վայ Ռուզան։ Ոնց եք։ Էս ինչի չեք խոսում, ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի։ Գնացել ենք մեր համար մոլ մի քիչ մանգայինք ցրվեինք։ Էն էլ մեր այդ խանութից լիվ գողացավ ու բռնվեց։ Գառնիկ 1000 անգամ ասեցի, ես ոչ մի բան չեմ գողացել։ Չնայած ճիշտ է ասում, Մարի ջան։ Այդ լիֆը ինքը իր ոտով սենց հելավ եկավ ու մտավ մորել սունկեն։ Ձեր ես առնում, Գառնիկ։ Այդ դու ես ձեր առնում։ Ու սունկեն ծնկաց ու մեջից լիվ հանեցին։ Գոնե սիրուն լիֆեր, մամ։ Սրտովս գնա։ Բա հիմա ինչ պիտի լինի, պապ։ Չգիտեմ, այդ խանութի տնօրինությունը դիմել է ոստիկանությանը։ Հիմա պետք է նստենք ու սպասենք, երբ են մորը տանում։ Մամ, որ քեզ տանեն կարամ կապույտ շորդ վերցնեմ։ Մարի! Գող։ Ալիկ ձե, առաջի պատվերն եմ բերել։ Ձերքերս արդեն քոր են գալիս։ Մի րոպե։ Այ հիմա բացի։ Էս ինչ տղամարդու կեղտոտ գուլպաներ են։ Մի հատ զորամասի հետ եմ պայմանավորվել, իրենց լվացքը մենք ենք անելու։ Հետևակային զորքեր։ Էս հոտը ոչ մի լվացքի փոշի չի անցկացնի։ Ալիկ ձե, սրա դիմաց գիտեք ինչքան փող են տալիս։ Ինչքան։ Հատը 15 դրամ։ 15 դրամ։
Ալիք ձայ ուրախությունից ես լացում։ Չէ, աչքերս ամռմռում։ Ալիք ձա դե դու սկսի ես գնամ նոր պարծեի հետևից։ Սրանք մոռացա։ Սրանք ումն են։ Իմնա, ձեռը այդ սրանք էլ լվա, էլի։ Ես քեզ չասեցի չեմ ուզում, որ ինձ տենաս Վիլեն։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Դու ունես 10 վայրկյան։ Ես քո համար նվեր եմ պատրաստել։ 5 վայրկյան։ Ու այդ նվերը դրածա ձեր դրան դիմաց։ Հաջող Վիլեն։ Նվեր։ Սուրպրիզ։ Վախեցա այ բոքոն։ Դուրդ եկավ անակնկալս։ Չէ։ Ոչինչ, քոմոր էլի անակնկալ ունեմ պատրաստած։ Էս ի՞նչա։ Շատ թանկանոց դեմքի կրեմը, Հնդկաստանից եմ պատվիրել, հլը փորձի։ Մերսի։ Գիտես չէ, կապիկի թրիկից է պատրաստած։ Ատում եմ քեզ Վիլեն, ատում եմ։ Ատումա։ Ատելությունից սեր մի քայլ է։ Պատմեք տեսնեմ, թե ինչպես եք վթարի բերել քաղաքացու։ Եվ անօգնական թողել ճանապարհ։ Սով է։ Հայլի, չեն թողում ես մարդը հանգիստ կինո նայի։ Ոչինչ, պապ ջան, հեսա պաուզայի վրա կդնեմ, գնա հանգիստ բացի։ Լթռի արեք, բացի։ Էս որ թիվնա նամակ են ուղարկում։ Ռուզան։ Ասա Գառնիկ։ Ռուզան ջան, ինչպես մի ամիս առաջ սիրուն կարմիր շոր էի առել։ Էդ ինչի չես հագնում։ Որովհետև սպասում եմ նոր տեղ գնալուց հագնեմ։ Դե ուրեմն գնա ու հագի այդ շորը։ Քեզ դատարան եմ կանչում։ Դատարան։ Այո։ Ինչի ինձ ոչ մեկ չի հավատում, որ այդ լիֆը ես չեմ գողացել։ Մամ ջան, եթե ուզում ես ապացուցես, որ դու չես գողացել, մի ձև կա։ Ես ուզում ես մորը տոլկի տաս, որ ճիշտ է ասի։ Չէ, ես իմ կամպյուտերի մեջ ստի դետեկտոր ունեմ, որի միջոցով հեսա կպարզենք, մաման ճիշտ է ասում, թե չէ։ Ո՞նց ենք պարզելու։ Եթե մաման խաբեց, ուրեմն սենց ազդանշան է գալու։ Իսկ եթե ճիշտ ասեց, սենց։ Դե, սկսեցինք։ Ձեր անունը Ռուզան է։ Այո։ Դուք ունեք 3 երեխա։ Այո։ Ինձ ուզեցել եք ունենաք, թե պատահական եմ ծնվել։ Ուզեցել ենք։ Պաստորեն աշխատում է։ Որ աշխատում է, սպասի մի հարցել ես տամ։ Ռուզան, դու իմ բումաժնիկից թաքուն փող վերցնում ես։ Չէ, Գառնիկ։ Էս ինչ եք անում։ Ստի դետեկտորա, մամային ենք ստուգում։ Ոխ, կլինի մի հատ էլ ես հարց տամ։ Մամ, դու պապայի հետ ամուսնացել ես, որովհետև սիրում էիր, թե ուրիշ տարբերակ չկար։ Սիրում էի։
Լավ, անցեք բուն թեմային։ Մամ, դու ես գողացել այդ լիֆը։ Ոչ, Ռուզան, ինչ ես խափում։ չեմ խափում։ Բայց կոմպյուտերը ցույց է տալիս, որ խափում ես։ Այս կոմպյուտերը փչացած է։ Ով, ես դեռ հավեսը չունեմ, գնում եմ լվացք անեմ։ Ասում եմ լվացք անեմ, գնում եմ տունը մաքրեմ։ Լավ, գնում եմ պարկեմ։ Ալիք ձա, իմ եշոք եմ լվացք բերել։ Հələ տենամ։ Սպասի։ Էս ինչ տրուսիկներ ա։ Էլ այդ զորամասից եմ բերել։ Ազատ, ես սկզբունքորեն դեմ եմ տղամարդկանց տրուսիկ լվանալուն։ Դա շատ անձնական ա։ Ալիք ձա, սրանք թանգով եմ բերել։ Նասկի հատը 15 էր, չէ։ Տրուսիկի հատը 17 դրամ է։ Օցի լեզուն ես Ազատ։ Մի րոպե, Ալիք ձա։ Ազատ։ Դե ձեռը տեսը լվա էլի։ Լավ, հանգստացի Ռուզան։ Այնքան ինձ փող չես տալի, որ լիվ եմ ստիպված գողանու։ Ռուզան, դու էլիս նորմալ հաց չես տալիս։ Բայց ես մոլում դիմացա ու պիցան չգողացա։ Իմ բոլոր լիֆերը հին են ու մաշված։ Նես չի, որ այդ լիֆերի մեջի պարունակությունը նորա ու թարմ։ Ապուշ։ Լավ, կատակ եմ անում, հանգստացի։ Գորնիկ, իմ համար փաստաբան կվարձես։ Ոնց վարձենք, փող չկա։ Բո ինչ անենք։ Ուզում ես այդ լիֆի նման մի հատ փաստաբան գողացի, թող քեզ պաշտպանի։ Ձեր ես առնում, Գորնիկ։ Լավ, մի լացի, ես քեզ կպաշտպանեմ։ Ոնց դու կարաս։ Ոչ չեմ կարա, այնքան կինո եմ նայել։ Որը։ Advocat դիավոլը։ Դե դու հասկացար էլի ով ա։ Ռուզան, արագացրու։ Եկա։ Մի քիչ էլ ուշանաս, մի հատ էլ ուշանալու համար են հոտված ավելացնելու։ Էս դատարան եք գնում։ Հա, գիտես չէ, մորդ ես եմ պաշտպանում։ Դու ոնց ես մամային պաշտպանելու, եթե նույնիսկ ինձ մի քանի օր առաջ գիշերը թափառատաշ շաներից չկարացար պաշտպանես։ Դատարանում հեշտ ա, ընդեղ լուսավոր ա ու շուն չկա։ Ես դու դատարան ես գնում, թե գեղեցկության մրցույթ։ Ես ոնց ես հագնվել։ Սենց եմ հագնվել, որ դատավորը գայթակղվի ու ինձ բաց թողնի։ Իսկ դու տեղյակ ես, որ դատավորդ Սիմոնյան Անահիտն ա։ Մամ, քանի որ քեզ պապան ա պաշտպանելու, արի երկար գրկեմ, պաչեմ նոր գնա։ Գնացի։ Ալիք ձա, ինչ է եղել, ինչ ես կանչել։ Ազատ ջան, շատ վատ բան ա պատահել։ Էսի զինվորների տրուսիկներն ա։ Ցավոք, Իրինայի վարդագույն տրուսիկը լրիվ պատահաբար ընկավ լվացքի մեջ ու խնդրեմ արդյունքը։ Ամբողջը գույն ա տվել։ Ալիք ձա, բա ինչ ենք անելու, պիտի իրի գունա հանձնենք։ Ես մի բան կմտածեմ։
բաց թողեցի։ Բան ուրա։ Բանտում։ Ոնց։ Հենց իմացավ, որ 10 օր են նստացնում ու բանտում օրը 3 անգամ հաց են տալիս, ասեց, որ ինքն ա գողացել լիֆը։ Բա հետո։ Ինչ հետո։ Գնաց 10 օր հանգստանա գա։ Ահա։ Առաջվա տեսքինը։ Համարյա։ Դզը ծալիկ ձյա։ Դե անցնենք գործի։ Դեռ 250 հատ ունենք ներկելու։